Ժամկետում պարտականություն կրի աշխատել եւ վճարել համապատասխան գումարը դժողին։ Իսկ դա չկատարելու դեպքում վերադառնալ քրեակատարական Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ներողություն, քաղբանտարկյալ իմ կարծիքով չկան, ես չգիտեմ դուք ինչ չափանիշների մասին եք խոսում, բայց այդ չափանիշներում միանշանակ խոսք չի գնում այն անձանց մասին կամ այն իրավիճակների մասին, երբ անձինք իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ իմ խոսքում նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է քրեական օրենսգրքի որոշակի հոդվածների հատկանիշներ, այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ կամ ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ եւ ուրեմն կամ հետեւաբար քաղբանտարկյալ է։ Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ ի ուրախություն մեզ չկան, եւ նաեւ սա ասում եմ հենվելով ձեր կողմից վկայակոչած նույն չափանիշների վրա։ Իսկ երբ որ մեր ձևով արտահայտության համար կալանավորում են Ես չեմ ուզում այնքան է խոսվել, ես չեմ ուզում մեկնաբանել ոչ արտահայտությունը, ոչ դրա հիմքով հարուցված քրեական վարույթը, մենք խափամամիջոց կատարողն ենք, ես ձեզ վստահեցնում եմ, որ բոլորը, ովքեր որ կրում են այս պահին իրենց խափամամիջոցը, լավ են։ Քաղբանտարկյալների հետ կապված, օրինակ, Վարդան Ղուկասյանը մեղադրում է ենթադրյալ կոռուպցիայի մեջ, մեղադրում նույնը նաև Էջմիածնի նախկին քաղաքապետն է բանանում մեղադրում, բայց մենք տեսնում ենք իր նկատմամբ ինչ վերաբերմունք է, Վարդան Ղուկասյանի նկատմամբ ինչ վերաբերմունք է, քաղաքական ինչ են այդ հարցերը ուղղվում օրինակ ինձ։ Ինչ են։ Ես ախր ընտրովի արդարադատություն չի իրականացվում մեր երկրում։ Դատարանները անկախ են, յուրաքանչյուր դատարան ինքն է որոշում ինչ խափամամիջոց նշանակել։ Բանկի քպականների հետ միշտ այդպես խափանման միջոցն այնպեսին է, որ մնում են դրսում։ Իսկ պատմության էջերը, որ թերթենք չենք գտնի, քպականներ, որոնք կալանավորվել են եւ հետո դատապարտվել։ Ինչու հնչեցած արտահայտության Շատերը կան։ Քպականների դեպքում կալանավորված չկա։ Ինչ։ Վատ արտահայտության, վիավորանքի, հայանքի անկեղծ։ Ես կողմ եմ, որպեսզի միատեսակ մոտեցում լինի մեր երկրում եւ կողմ եմ կանխատեսելի արդարադատության չափանիշների սահմանմանը, այս ուղղությամբ էլ ենք որպես նախարարություն քայլեր ձեռնարկում, բայց այն հարցին, թե այդ միասնական չափանիշներին կհետևեն դատարանները, թե չեն հետևի եւ կամ ինչու են հետևում եւ ինչու չեն հետևում, ես իրոք պատասխանել չեմ կարող։ Տիկին Գալյան, դուք խնդիր չեք տեսնում, որ միտումնավոր կերպով կարծես